Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր Կիրակի է ապրիլի 10-ը եւ կրկին հանրայինի եթերում մենք ենք։ Բարի օր, սիրելի հեռուստադիտողներ։ Ձեր էկրաններին երրորդ ալիք ռետրո հեռուստանախագիծն է։ Իսկ դա նշանակում է, որ մեր ուղևորությունը դեպի անցյալ սկսված է։ Սակայն անցյալ ասելով արտավազդ մենք նկատի չունենք կարոտ ախտը։ Անցյալ դա մեր հարուստ մշակույթն է, մեր հզոր պատմությունը եւ իհարկե մեր անվանի դեմքերը։ Եվ ինչու՞ չէ մեր մանկությունը, մեր պատանեկությունը, մեր լսած առաջին երգերը, մեր տեսած առաջին ֆիլմերը եւ վերջապես առաջին սերը Կարեն։ Իսկ այդ ամենը գումարելով ինչ է ստացվում, առաջին սիրո երգ։ Այո, հրաշալի ֆիլմ, իրոք հզոր մի ֆիլմ, որը անմահ է եւ չես պատկերացնում ինչ շնորհակալ ենք մենք բոլորս այդ մեծանուն դեմքերին, ովքեր ստեղծեցին այդ ֆիլմը, կինոռեժիսորներ, մեր անվանի կինոռեժիսորներ Յուրի Երզնկյանին եւ Լայարդ Վաղարշյանին, կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանին եւ Ղազար Օսարյանին, օպերատոր Ջալալյանին, նկարիչ Վալենտին Պատպամոգովին, Ժիրայր Հակոբյանին, էլ չասեմ դերասանների մասին, հզոր մի դերասանական խումբ, Խորեն Աբրահամյան, Հրաչյա Ներսիսյան, Վաղարշ Վաղարշյան, Օլգա Գուլազյան եւ շատ-շատերը, հնարավոր չէ բոլորին թվարկել։ Գիտես Կարեն, ֆիլմն արդեն 64 տարի է էկրաններից չի իջնում։ Հնչում են սիրված երգերը եւ միմյանց տեղափոխվում խոսքերը թեւավոր։ Այո, իդեպ 2022 թվականը երզնկյանական տարի է, քանի որ այս տարի հունվարի 26-ին լրացավ Յուրի Երզնկյանի Հոբելյանը, մեկ դարյա Հոբելյանը, նրա 100-ամյակն էր եւ ամբողջ տարի նշվելու է այդ Հոբելյանը, իրոք երջանիկ մարդ եմ, որ անձամբ ծանոթ եմ եղել, շփվել եմ նրա հետ, սակայն ափսոս, որ այդպես էլ չհաջողվեց հանդիպել նրա հետ կադրում։ Հայ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Յուրի Երզնկյան։ Նրա հայրը Արամայիս Երզնկյանը եղել է հայտնի պետական գործիչ, տարբեր տարիներին զբաղեցրել է ՀԽՍՀ, ապա Անդրկովկասի հողժողկոմի, Երևանի քաղաքխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնները։ Նրա համագործակցությունը Ալեքսանդր Թամանյանի հետ դժվարին 30-ական թվականներին թույլ է տվել իրականացնել Երևանի վերակառուցման հսկայածավալ ծրագրեր, մասնավորապես օպերայի եւ բալետի թատրոնի շենքի շինարարությունը։ Նրա օրոք գործարկվեց Երևանի էլեկտրաքարշակ տրամվայը եւ բացվեցին հանրային գրադարանն ու մի շարք բուհեր։ Կարելի ասել, որ հոր գործունեության ազդեցության տակ նա շարունակեց նույն գործողությունը ծառայել երկրին։ Այո, անկասկած։ 1934-ից 40 թվականներին Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում Յուրի Երզնկյանը եղել է թատերական նկարիչ։ Ապա վերապատրաստվել է Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում, որպես նկարիչ աշխատել է նաև թերթերում։ Իդեպ կինոյում նույնպես նրա մեկնարկը եղել է որպես նկարիչ։ Դա 1944 թվականն էր Բորիս Բարնետի «Մեկ անգամ գիշերը» ֆիլմում։ Ապա դրան հետևեց ուսումը Երևանում եւ Մոսկվայում, որտեղ նա դարձավ աշխարհահռչակ Միխայիլ Ռոմի ուսանողը։ Եվ ահա առաջին կինոաշխատանքը, որպես երկրորդ ռեժիսոր Ալեքսանդր Ռոուի Լեռնային լճի գաղտնիքը ֆիլմում, ըստ Վախթանգ Անանյանի Սևանի ափին վիպակի։ Դա 1954 թվականն էր։ Այո, եւ հենց այդ ժամանակվանից նա դարձավ Հայ ֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր, նկարը անելով տասնյակ հրաշալի գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր։ Բացի այդ, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում ղեկավարել է ռեժիսորական արվեստանոցը։ Յուրի Երզնկյանը կյանքից հեռացավ Մոսկվայում 1996 թվականի դեկտեմբերին, 74 տարեկան հասակում։ Մեծանուն վարպետի Հոբելյանը նշվեց հենց իր ծննդյան օրը կինոմիությունում, Հայաստանի կինոմիությունում, այդ օրը հայտնի Բուխարու սրահում կայացավ Յուրի Երզնկյան երկլեզու հրատարակության շնորհանդեսը եւ ցուցադրվեց իր մասին ֆիլմ։ Սակայն, ինչպես մեզ տեղեկացրեց ռեժիսորի դուստրը,
կինոքննադատ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Անետա Երզնկյանը ողջ տարին հոբելյանական է եւ կլինի մայեստրոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրում, ցուցահանդես։ Հոբելյանը կնշվի նաեւ Մոսկվայում։ Այսօր անդրադառնալով վարպետի Հոբելյանին ձեր ուշադրությանն ենք ուզում ներկայացնել Աստղեր եւ ճակատագրեր նախագծի հաղորդումներից մեկը, որը նկարահանվել է երրորդ ալիքում 1997 թվականին։ Ցավոք Յուրի Երզնկյանը արդեն հեռացել էր մեզանից։ Հաղորդմանը մասնակցում են կինոգետ Դավիթ Մուրադյանը, անվանի կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը, Յուրի Երզնկյանի ընտանիքի անդամները, կինը Տիկին Լիդիան, դուստրը Անետան, որդին Ռուբենը եւ թոռնուհին Նարինեն։ Դե ինչ, մնաց ասել շնորհավոր երկնային տոնդ, սիրելի վարպետ, տեղափոխվենք երզնկյանական կախարդական աշխարհ։ Աշխարհում ամեն ինչ անցողիկ է։ Մնայուն է միայն արվեստը։ Այսօր մենք հպարտանում ենք դարերից եկած մեր արվեստի գլուխգործոցներով եւ փորձում ենք շարունակել մեր մեծերի ավանդույթները։ Վարքյան առ վարքյան, րոպե առ րոպե ծնվում են արվեստի գործեր։ Մեկը լավ, մեկը վատ, իսկ մյուսը գլուխգործոց։ Կարևորը դա չէ, կարևորն այն է, որ դրանք արվեստի գործեր են, այսինքն մեր կյանքի գեղեցիկ մի մասնիկը, և չմոռանանք, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը և կտանի մեզ դեպի հավերժություն։ Կինոռեժիսոր Յուրի Երզնկյան, մեծ արվեստագետ, մեծ ուսուցիչ և մեծ մարդ։ Մարդ, որը անմնացորդ նվիրեց իրեն իր ժողովրդին, ստեղծեց մի շարք ֆիլմեր, դաստիարակեց մի քանի սերունդ։ Եվ այսօր, հավաքվելով նրա տանը, մենք որոշեցինք հիշել վարպետին։ Այստեղ են նրա ընկերները, կինոքննադատ Դավիթ Մուրադյանը, ճանաչված կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը, վարպետի կյանքի անբաժան ընկերը, կինը Տիկին Լիդիան, որդին Ռուբենը, դուստրը Անետան և թոռնիկը Նարինեն։ Լինելով ավակ սերնդի անվանի վարպետներից մեկը, նա կարողանում էր գերություն անել երիտասարդ արվեստագետի հետ։ Սա նշանակում է, որ տաղանդը ծերանալ չգիտի։ Իբրև կոլորիտային մարդ այդպիսին եղել է միշտ։ Իդեպ ես ասեմ, որ շատ հաճախ պատահում է, որ ստեղծագործությունն է լինում ավելին, քան հեղինակը։ Երբեմն պատահում է, որ հեղինակն է լինում ավելին, քան ստեղծագործությունը։ Յուրի Երզնկյանի կյանքում եւ մեկն է եղել եւ մյուսը։ Ինքը իր ամենալավ ստեղծագործությունն էր։ Իր կյանքի ընթացքում նա ստեղծել միայն իր կինեմատոգրաֆ, այլ Յուրի Երզնկյան անձնավորությունը։ Նա ստեղծել է իր անձը, որը ինքնին դարձել էր շատ հետաքրքիր գեղարվեստական երևույթ։ Եկեք հիշենք, թե ինչ ժամանակներում է այդ սերունդը սկսել իր կենսագրությունը։
շատ դժվար ժամանակներ են եղել, երբ հայկական կինոն, ուրեմն 50-ական թվականների սկզբին կաթվածահար էր, ինչպես այսօր, երբ պետք էր նորից նոր կինեմատոգրաֆ սկսել։ Դրանք ջահել մարդիկ էին, որ եկան կինո եւ նրանց հետ եկավ ընդհանրապես հետաքրքիր անհատականությունների մի ամբողջ սերունդ, Առնե Բաբաջանյանի սերունդն էր դա, չէ՞, Յուրի Երզանկյանի սերունդը, Լազար Սարյանի սերունդը, եկան այդ մարդիկ եւ հայկական կինոն նորից սկսեցին իբրև կինոարտադրություն եւ կինոկուլտուրա։ Հիմա չթաքցնենք, որ միշտ չէ, որ նրանք գլուխգործոցներ են նկարել, այդպես չէ, միշտ չէ, որ գլուխգործոցներ են նկարել, բայց նրանք համառորեն ստեղծել են հայկական կինոյի 50-ական թվականները եւ 60-ական թվականները եւ այդ սերունդը իմիջիայլոց այդ Ստալինից հետո ասպարեզ եկած սերունդը եկավ եւ կարողացավ այնուամենայնիվ այնպիսի ժամանակներում, երբ որ շատ որոշակի այսպես ասած պահանջներ կային, սահմաններ կային, կարողացավ այդ սահմաններից երբեմն էլ ոտքը դուրս դնել։ Երզանկյանը ֆիլմերը բոլորին են հայտնի, առաջին սիրո երգը, որ մինչև այսօր սիրված ֆիլմ է, նրա նշանավոր ֆիլմն է, առաջին ֆիլմը, որով նա ասպարեզ եկավ եւ միշտ էլ այդ ֆիլմով էր հիշվում իր այցեքարտով, բայց հիմա առջևս դրված է նրա այս Կարմիր կանաչ աշխարհը ֆիլմի ալբոմը Մինասի նկարազարդումներով, կադր առ կադր այստեղ աշխատել է նա Մինասի հետ, որը բարձրագույն կինոկուլտուրայի արտահայտություն էր այդ ֆիլմը, դրա մասին եղան տարբեր կարծիքներ, բայց եկեք այսօր նայենք, տեսնենք, եւ մենք կտեսնենք, թե ինչ բարձր կինոկուլտուրա կա այստեղ, եւ Երզանկյանը միշտ իր շուրջը կարողանում էր հավաքել տաղանդավոր մարդկանց, Մինասի պես մարդուն է կինո բերել։ Մինասի պես մարդուն կինո է բերել, այսինքն ուներ այդ մագնետիզմը իր մեջ, ուներ, կարողանում էր իր շուրջը հավաքել տաղանդավոր երաժիշտների, տաղանդավոր նկարիչների, գալիս էին իր մոտ, իր տուն, շփվում էին իր հետ, ինքը իր շուրջը ստեղծում էր մի դաշտ, եւ մենք հաճույքով դառնում էինք այդ ձգողական դաշտի գերին։ Դավիթ, այ մի հարց կինոքննադատների հետ կապված։ Ընդհանրապես կինոքննադատ, կինոդերասան, կինոքննադատ, կինոռեժիսոր հարաբերությունները շատ բարդ են։ Ինչպես էր Յուրի Երզանկյանը վերաբերվում քննադատությանը։ Հանճարեղ աֆորիզմ ուներ։ Հանճարեղ։ Ասում էր ինչ բան է լավ ֆիլմը։ Դա նույն վատ ֆիլմն է գումարած դրական ռեցենզիա։ Հիմա գիտեք, սարկազմը այստեղ իհարկե կա եւ միշտ չէ որ մենք դրական ռեցենզիաներով ենք վատ ֆիլմը լավ դարձրել։ Անշուշտ կան լավ ֆիլմեր, բայց ապրել էր իր ժամանակը, գիտեր իր ժամանակը, ճանաչում էր մարդկանց, 40-ական թվականներից սկսած եղել էր կինոյում եւ նա շատ լավ գիտեր, որ հաճախ ստեղծվում էին փուչ հեղինակություններ։ Եվ նա շատ լավ գիտեր, թե ինչպես էին երբեմն հենց քննադատները, մամուլը, ժուրնալիստները ստեղծում, կազմակերպում արվեստագետի ոչ այնքան իրական հեղինակությունը եւ այդ աֆորիզմը, որ լավ ֆիլմը դա նույն վատ ֆիլմն է գումարած դրական ռեցենզիա, բողոքեր այդ բարքերի դեմ։ Ինքը չէր թաքցնում, որ ինքը նաեւ անհաջող ֆիլմեր է ունեցել իր կյանքում, չէր թաքցնում դա։ Բավականին հեգնանքով կարող էր վերաբերվել ինքն իրեն։ Միջելուց մեն իմաստուն մարդն է, որ ինքն իրեն կարողանում է հեգնել։ Միայն իր ուժի վրա վստահ մարդն է, որ ինքն իր հասցեին կատակ կարող է անել։ Միջակությունները հեգնանք չեն հանդուրժում։ Միջակությունը հեգնանքից դուրս է, ինքը չի կարողանում հանդուրժել հեգնանք։ Իսկ տաղանդավոր մարդը եւ հեգնում է եւ հանդուրժում իր հասցեի հեգնանքը։ Շատ մեծ էներգիա ուներ։ Գիտեք, արդեն եկավ այն շրջանը, երբ էլ ֆիլմ չէր նկարում, այսպես պաուզայի լռության դադարի շրջան, 90-ական թվականների սկիզբը, հայկական կինոն լռեց, ինքը ուներ մտահղացում, ուզում էր նկարահանել ֆիլմ հոր մասին Արամայիս Երզանկյանի, նա Արամայիս Երզանկյանի զավակն է, հայ 20-րդ դարի մեր խոշորագույն պետական գործիչներից մեկը, ազգային գործիչ, մտավորական մարդ, որը զոհ դարձավ 37 թվականին եւ
մտավորական պետական գործիչ այս երկու հասկացությունների հարմոնիկ երևույթ Արամայիս Երզնկյան, ինչպես որ նրան հիշում էր եւ ասենք հայրս այս ֆորմուլան ես հորից եմ լսել, որ Արամայիս Երզնկյանի մեջ մտավորականը եւ պետական գործիչը հարմոնիկ գոյություն ունեին, իսկ 30-ական թվականների համար դա բացառություն էր։ Բացառություններին չեն հանդուրժում, Երզնկյանին էլ չհանդուրժեցին, եւ Արամայիս Երզնկյանի մասին Յուրի Երզնկյանը ֆիլմ էր ուզում նկարահանել, սցենարը գրել էր, բայց այդ ֆիլմը չնկարահանվեց, ինքը թերթ էր հրատարակում։ Թերթ նախաձեռնեց հանկարծ։ Երբեք ժուրնալիստ չէր եղել, չնայած գրչի հետ միշտ բարեկամություն էր անում եւ այ գրքույկ կա հիմա ձեր առաջ իր հիշողություններն են, այսպես հումորախառն դրվագներ, էպիզոդներ, թերթ նախաձեռնեց։ Սկսեցինք այդ թերթը միասին հրատարակել։ Լույս չկար, ուրեմն տպարանում ցուրտ էր, չգիտեմ, երկար եւ ծանր ձմեռներ էին, սև ձմեռներ, հավաքվում էինք հենց այստեղ, հենց այս շեղանի շուրջ թերթի մակետն էինք կազմում, չգիտեմ, նկարիչ Ռաֆիկ Բաբայանի արվեստանոցում էինք հավաքվում, տպագրեցինք, չեմ ասի թե այսպիսի երևույթ էր դա մամուլի, առաջին անկախ թերթերից մեկն էր, 91 թվին սկսեցինք տպագրել եւ ինքը դրանով լցնում էր այն պարապուրտը իր կյանքի, որտեղ նա ստեղծագործության մարդ էր, կինո չի նկարում, պիտի թերթ ստեղծի։ Այսինքն անընդհատ պետք է լինի ստեղծագործական process-ի մեջ, ոչ մի վարքյան դրանից դուրս պիտի չապրի, գեղարվեստական ֆիլմ չի նկարում, պիտի դոկումենտալ ֆիլմ նկարի, պարապ է մնացել, գեղխորհրդի նիստ է, պիտի ձեռքը գծանկարներ անի, ոչ մի վարքյան չէր կանգնում։ Երկինքը ձով է գա բուդակ, դու գանաչես ու ձագում, ինչ շփթում են արևատակ, քո շենքերը վատագում, քո գրվում է վատը իմ բացվել, ախ քեզից լավ վայրը չկա, քո գրգումն են երը չանգացել, ոչ քեզից լավ վայրը չկա։ Գիտեք, մենք հյուր ունենք մի օրիորդ Հնդկաստանից։ Սև սաթե մազեր ունի, արծաթե ապարանջան և քթի մեջ ոսկե հատիկ։ Շատ գեղեցիկ է։ Ձեռնարկում եմ մի ֆիլմ, որը ամիջական կապ ունի աղբատի հետ և ոչ միայն աղբատի հետ։ Թվում է ինձ դա մեր ազգի հետ, նրա ճակատագրի հետ։ Նախ ես ուզում եմ հիշեմ ինչպես կայացավ իմ ծանոթությունը Յուրայի հետ եւ հետո բարեկամություն, որը տևեց կյանքի մինչեւ վերջի օրը, երբ ինքը այստեղից մեկնեց Մոսկվա։ Դա սկսվեց, եթե չեմ սխալվում, 52 թե 51 թվին, այն ժամանակ հայ ֆիլմում նկարվում էին 1-2 ֆիլմ տարին եւ ամեն մի ֆիլմ հանդիսատեսի համար, հայաստանցու համար տոն էր։ Մենք շատ սպասում էինք հայկական ֆիլմերին, չնայած այն ժամանակ ցուցադրվում էին ամերիկյան, հոլիվուդյան ֆիլմեր, որոնք պատերազմից հետո մենք
բռնագրավել էինք եւ այլ, բայց հայկական ֆիլմերը արտակարգ մեր վրա տպավորություն էին թողնում եւ յուրան սկսեց այդ տարիներին այն ժամանակ նկարվում էր Լեռնային լճի գաղտնիքը ֆիլմը ինքը բեմադրիչը չէր երկրորդ ռեժիսորն էր բայց շատ ոգևորված էր շատ ակտիվ էր եւ Ռոուն որը բեմադրեց այդ ֆիլմը ժամանակ առ ժամանակ հեռանում էր եւ ժամանակ երկրորդ ռեժիսորների պրոֆեսիոնալիզմ, այսինքն արհեստավարժություն անգամ բացր էր, որ նրանց կարելի էր վստահել ինքնուրույն նկարահանումներ եւ յուրային վստահել էին այդ ինքնուրույն նկարահանումները մեծ դպրոցից հրավիրեցին մասսայական տեսարաններում նկարվելու Հրազդանի ափին ես էլ արդեն այն ժամանակ որոշել էի 8-րդ 9-րդ դասարանում էի անպայման օպերատորական մասնագիտությունը ձեռք բերեմ եւ փորձում էի հարց ու փորձ անել ինչ որ բաներ չէր ստացվում նկարահանման ժամանակ դա միշտ լինում է խցիկը չէր աշխատում պաուզաներ շատ կար պարավ ժամանակ կար փորձեցի հարցնել բոլորին բայց ռեժիսորը չկար երբ ինքը եկավ չգիտեի որ դա յուրան է գզգզված մազերով անթրաշ դեմքով ռուպեր գիտեք այն ժամանակ ժեշտից ինչ որ զարմանալի ձայն սփռող գործիքներ կային եւ շատ ամեն ինչ լարվեց կազմակերպվեց կարգապահ եւ գործը գնաց արագ հսկական քանակությամբ աշխատանք կատարեցինք եւ դա իմ առաջի տպավորությունն էր չծանոթացա ես փոքր էի ինքը մեծ էր հետո երբ եկանք նկարելու ավարտեցինք բարև ես եմը յուրան առաջարկեց ինձ գնալ Հաղպատ հայրենի գյուղը եւ այնտեղ դոկումենտալ ֆիլմ նկարել եւ այդտեղ ես շատ մտերմացա յուրային ընտանիքին 2 ամիս չքնաղ ժամանակ անցկացրեցինք Հաղպատում թվում է թե ոչ մի օր մենք առանց իրար չենք եղել դա գեղարվեստական խորհուրդներ են եղել դա վերջի ֆիլմի ընդունում է եղել հանձնում է եղել ինստիտուտ եւ 1978 թվին նա ինձ հրավիրեց այդ մշակույթի բաժինը Կուլտլուս աշխատանքն է այդպիսի մի բաժին կար որտեղ մենք փորձեցինք կինոյի մեր հայ ֆիլմի համար կադրեր պատրաստել Մեզ մոտ շատ հաճախ էին լինում հյուրեր, նա սիրում էր, որ մեզ մոտ գային։ Եթե նույնիսկ մարդիկ բոլորովին իր հետ կապ չունեին, գալիս էին Մոսկվայից կինոստուդիա որևէ գործով, նա զանգում էր, ասում էր, դե այսօր մենք հյուր ունենք, պետք է գան ինձ մոտ։ Եվ այդպես միշտ մեզ մոտ գալիս էին շատ սիրով բոլորի հետ, բոլորին ընդունում էր։ Եվ հետո կարող եմ պատմել Արնո Բաբաջանյանի հետ նրա շատ մոտ լինելը, դե մենք Մոսկվայում էինք էլ ժամանակ, երբ որ նայել էր այնտեղ Արամ Խաչատուրյանի հետ պարապում, եւ հետո առաջի սիրո երկը, երբ որ սկսեց ինքը նկարել, ինքը հրավիրեց Արնո Բաբաջանյանին, որ այդ երաժշտությունը գրի, մի շատ հետաքրքիր բան պատահեց։ Այդ ֆիլմը կոչվում էր Նոր տուն եւ հետո մեր կենտկոմի քարտուղարներից մեկը, որը շատ սիրում էր ֆիլմերը նայել եւ եկավ տեսավ ֆիլմը, ասաց դա ոչ թե Նոր տուն է, դա առաջի սիրո երգ է եւ շատ հաճելի էր, որ նա ժամանակ գալիս էին եւ նայում էին ֆիլմերը, ոչ թե միայն մեր արվեստագետները, այլ եւ մեր քաղաքական գործիչները։ Տիկին Լիդիա, իսկ քանի տարի դուք ապրեցիք կողք կողքի։ Մոտ 50։ Մոտ 50։
Իսկ ձեր մտքով չի անցել, որ առաջին սիրո երգը նվիրված է ձեզ։ Չգիտեմ ճիշտ ասած, բայց հերոսուհու եւ իմ մեջ ինչ որ մի բան կա նմանություն։ Ես զբաղվում եմ կինոյի եւ հեռուստատեսության տեսությունով եւ ճիշտն ասած պետք է ասեմ, որ երևի իհարկե իմ հայրիկի պապայի ազդեցությունն էր, որ ես եկա կինո եւ իսկապես ճիշտ են ասում, որ եթե միգուցե պապան չլիներ կինոռեժիսոր, կլիներ շատ լավ քննադատ։ Եվ իր քննադատ լինելը եւ երբ որ ես կողքից տեսնում եմ, թե ինչպես է նա ընկալում ֆիլմը, ինչպես է նա հասկանում, նա ինչպես է բացատրում, ինչ որ տեղ ինձ բերեց նրան, որ ես էլ ուզեցի զբաղվել այդ մասնագիտությամբ եւ հիմա պետք է ասեմ, որ փորձում եմ անել ինչ որ բաներ այդ ուղղությամբ, ստացվում է թե չի ստացվում, չգիտեմ, բայց իհարկե միշտ զգում եմ պապայի այսպես ասած աչքը եւ իր տեսակետը, որը որ ինձ իհարկե միշտ օգնում է ճշտել եւ ճշգրտել իմ մոտեցումները։ Որպես հայր ես պետք է ասեմ, որ նա իհարկե շատ լավ հայր է եղել։ Նա շատ ուշադիր էր մեր հանդեպ, այսինքն ոչինչ չէր վրիպում իր ուշադրությունից, չնայած նա շատ ակտիվ ստեղծագործական կյանքով էր ապրում, բայց ընտանեկան կյանքը իր համար ընտանիքը առաջնակարգ էր։ Նա շատ լավ զգում էր եւ միգուցե դա գալիս էր ակունքներից, որովհետեւ եւ իր ընտանիքը այնպեսին էր, որ դաստիարակել էր այնպիսի երեխաներ, որդիներ, որոնք հետո կարողացան այսպիսի միջավայր եւ այսպիսի ընտանիք ստեղծել, ոնց որ ինքն է ստեղծել։ Ռուբեն, ես գիտեմ, որ դու շարունակում ես որդ գործը ռեժիսորես մասնագիտությամբ, մեզ մոտ հայկական հեռուստատեսությունում ես աշխատում, իսկ ցանկություն չես ունեցել կինոյին նվիրվել։ Թե հիմա հեռուստատեսությունը մոդայիկ խոսք է։ Ես կինոյից եմ եկել հեռուստատեսություն։ Ինչու՞։ Եմ արել, որտեղ ասեն ծանր էր կինոստուդիայի հայ ֆիլմի վիճակը, ֆիլմ չէր նկարվում։ Եվ փորձեցի պարապ չմնալ զբաղվել իմ գործով հեռուստատեսությունում։ Այդ դու կինոռեժիսոր դարձար որպես Յուրի Երզնկյանի որդի, թե այդ ցանկությունը քո մեջ եղել է։ Դժվար է ասել։ Ցանկությունն եղել է, բայց այդ եկել է նաև նրանից, որ եղել եմ Յուրի Երզնկյանի որդին, եղել եմ բոլոր նկարահանումներին փոքր ժամանակից եւ սիրել եմ այդ գործը։ Նարինե, այ ինչպիսին էր Յուրի Երզնկյանը որպես պապիկ։ Շատ բարի էր, շատ անչափ բարիություն ուներ իր մեջ, միշտ խորհուրդով կաշխատեր օգնել, իր ներկայությունը միշտ մեր հետ էր, ինձ հետ էր, միշտ աշխատում էր ամեն յուրաքանչյուր պահ որևէ մի բանով, թե խորհուրդով, թե գործով օգնել։ Քեզ փոքր ժամանակ տարել է իր հետ նկարահանման հրապարակ։ Այո, ես շատ էի սիրում, միշտ գնում էի տատիկիս եւ պապիկիս հետ ամեն տեղ, ամեն ուր, թե Մինսկ, թե Մոսկվա, շատ հաճախ միասին էինք եւ նկարահանումների մասնակցում էի, շատ սիրում էի, շատ հետաքրքիր էր։ Նման մեծությունների մասին կարելի է երկար խոսել։ Այո, Յուրի Երզնկյանը արդեն 1 տարի է ինչ մեզ հետ չէ։ Եվ հետաքրքիր է, որ նա հրաժեշտ տվեց կյանքին Մոսկվայում, այն նույն հայկական մշակույթի տանը, ուր անց էր կացրել իր երիտասարդ տարիները։ Ասես գնաց վերջին անգամ հաղորդակցվելու իր պատանեկության հետ եւ այնտեղ էլ կնքեց իր մահկանացուն։ Գնաց, հեռացավ մեզնից, բայց մնաց մեզ հետ հավերժ։